Ես արդյունքներս գալիս են, թե ոնց եմ ընդունել, բայց բոլորին մունքն Ստեփանակերտում ընդունել, մունքը են հետ մնացողին հաստուալ, օգնալ ամեն ինչա, բայց եկալ ժամանակաշրջան, որ մեզ պիտի օգնին, բայց օգնում է, ու կարծես թե այդ օգնությունը շատ դժվար է ընդունում, կարծես սրտիդ մոտ չի տայելի, որովհետև դրան քարից հաց կամ մարդիկ ենք, չէ, մուկ չպետք կոտրվենք, մուկ պետք կաղնենք, բայց կաղնանենք։ Տղաս Երևանում սովորելիս ես արդեն ուչաստոկ էի վերցրել Ստեփանակերտում տուն եմ կառուցել։ Ամուսնացրել եմ ու տարել նոր տոնը, 2 տղաների համար Ստեփանակերտում տուն եմ կառուցել։ Իմ ձեռքերով կահավորել, աշխատանք է դրել, ես իմ տղաներս լավ տեղ աշխատում էին։ Տղաս 90-ական թվականների Բորյան պոլկովնիկա հիմա գնդապետ է, բազմաթիվ պատասխանատու աշխատանքներ տարալ, իսկ մեզ տղաս 92 թվականին են լայնածավալ հարձակման ժամանակ հրամանատար էր։ Այսկերանի մի կողմում Վիտալի Բալասայանն էր կպահում, իգետի մի կողմն էլ Բելիք Հակոբյանն էր պահում, հրամանատար ինքներ։ Ոչմ անհավասար մարտում զոհում է 92 թվականի հուլիսի 14-ին։ Ոնց ուժ գտակ ապրելու, հիմա էլ որ պատմում եք ձեր ձայնը դողում է, ոնց ուժ գտակ։ Դե գիտես, այնպեսի ծանր պայմաններ է ինձ համար ստեղծվել, ու կարծես ես կոտրվել եմ էլի այդ պայմաններում, բերիկս 3 զինվոր է թողալ ինձ համար։ Էլ ոնց ուժ չգտնեիք։ 3 զինվոր է թողալ, Արոստամը 8 տարեկան էր, Հայկը 4 տարեկան, Հակոբը դեռ մի տարեկանը չլրացած, միշտ Հակոբից ասում Հակոբ ջան, ես եւ դու մի բախտի ենք արժանացել, ես էլ չեմ հորս տեսել, դու էլ չես տեսել, Հակոբն էլ մի տարեկան էր, որ հայրը զոհվել էլի։ Համայն դեպս ինչ որ մի ժամանակաշրջան կարծես կոտրվել էի, արդեն չէի կարողանում, արդեն ցավը շատ էր ծանր, շատ ծանր էր, բայց ճեղքեցի ամեն ինչ, կինս չկարողացավ տանել, երես ճիզնետ չի համաձայնում, որ բենիկը չկա էլի, 31 տարեկան տղան չկա, ու չի, բազմաթիվ հիվանդությունների տիրացավ, այնքան են իրար սիրավ, այնքան են իրար մոտ այդ մայր ու տղա, ես բան չեմ անում, բայց իրանք չերեշու շատ էին մոտիկ, ու այդ հիվանդությունների պատճառով 6 թվականին զոհվեց, 2006 թվականին զոհվեց, դաժե 10 տարվա մեջ չկարողացամ մի անգամ տղայի գերեզմանը գնա, ինձ համար շատ ծանր էր, բայց ես ամեն ինչ հաղթահարեցի, այդքանից հետո շարժում, ես մեկ, այդ երեխաները մեծանում են, մեծացան, ամեն ինչ կարծես հարթվում էր, կարծես հունի մեջ եք ընկել, արդեն աշխատում ենք, տղաները մեծացալ, արդեն ամեն ինչ կա, շրջապատված ենք, կարծես ամեն ինչ լավ է։ Ձեզ շատ են սիրում, այս 3 թոռը հատկապես ձեզ շատ են սիրում։ Ընկերներ եք, թե։ 3 թոռ Բորյային էլ ունե, 4 երեխա ունե, 3 աղջիկ, մի տղա ունե, բոլորն էլ լավ ամուսնացած, լավ ամուսնե ունեն, լավ ընտանիք ունեն, Ստեփանակերտում ամեն ինչ ունեցել են, փառք Աստծո, դրան բռնետեղը հանվալը, ասեմ փոքր տղան ամերիկական համալսարանի 2-րդ կուրսում է, 19 տարեկան արդեն, ամենափոքր թոռս է։ Հակոբը։ Չէ, Գորը Երևանում է, Բորյայի տղան է, ու ամեն ինչ կարծես լավ է, բայց դե վերջում է շարժում ենք, ամեն ինչ չգիտեմ ով է մեղավոր, ինչ է մեղավոր, նոր ամեն ինչ թողեցինք, նույնիսկ շրջափակման ժամանակ ես չէի կարող, չէի պատկերացնում ինչ պիտի անենք։ Դժվար դուրս եկա։ Ամեն դեպս եղավ այն ինչ կա, այդ տներներ թողեց, 8 ընտանիք եմ թողալ, 8 ընտանիք եմ ձեռքով սարքած տներ, Երևանում կահավորած, ամեն ինչ թողած, մենակ եմ ձեռքով սարքած տներ, ափսոսում եմ, այնքան եմ ափսոսում, ասում ես, կարծես թա ես որոշել էի, որ էլ տուն չսարքեմ, արդեն ամեն ինչ կա, թորներիս համար էլ, տողոց չկորանց համար, ամեն ինչ կատարած էի, բայց նորից արդեն զարյատկա երկալած, նորից արդեն ամեն ինչ կազմակերպած, նորից ստեղած ամեն ինչ ես շնորհակալ եմ ես
մեր Հայաստանի ժողովրդից, մեր Վանաձորի ժողովրդից համանդեպս կարծես թե մեր հարազատները, մեր բարեկամները ձեզ լավ ընդունեցին։ Դա լավ ընդունեցին ամեն ձևի։ Պարոն Հակոբյան, ձեր մասին պատմեք, մարդիկ, որ մեզ լսում են ու ձեզ չեն ճանաչում, ինչպես կուզեք ներկայանալ, ինչպես ճանաչեն ձեզ։ Ես կարող եմ համառոտորեն ներկայացնել, ծնվել եմ Ղարաբաղում, Դահրավ գյուղում, շատ չքավոր ընտանիքում, ես հորս չեմ հիշում, ընդամենը մին տարեկանը դեռ չլրացած հայրենական պատերազմը սկսվում է, հորս եւ հորեղբայրս պատերազմ են գնում եւ երկուսով էլ հետ չեն դառնում։ Մայրս ընդամենը 28 տարեկան, ես մի ծնողներիս առաջի եւ վերջին երեխան եմ ես։ Ու տատս ընդամենը 70 տարեկան էր, պապս արդեն 80 անց էր, ու այդ ծերերի հետ մորս ուսերին եք մնում, մորս աշխատանքին եք մնում, պատերազմական տարի, սով, հիվանդություն, պակասություն ամեն ինչի, կարճ ասած կարողանում եմ գոյատևել եւ կամաց ես մեծանում եմ, դպրոց եմ հաճախում, շատ անպատրաստ վիճակում, կեղտոտ շորերով, կարկատած շորերով, տանը ինձ ոչ մի գրենական պտուկ չկա, որ ես ինձ հետ վերցնեմ, ուղղակի մի կերպ ես դպրոց եմ հասնում, ես շնորհակալություն եմ հատնում մեր դպրոցի ուսուցչական կոլեկտիվին, աջակցալ ինձ տետրն տվալ, թանակ ընտվալ, թանականան ծայր ընտվալ, գրիչ ընտվալ, այն ժամանակներում էլի ինչ եղել է, ինձ օգնալն, նույնիսկ սևագրության համար ինձ հին տետրը են առաջվա բարձրագույն ավարտածների տետրը չղալն իրեսը ու կիրալ են բաց են մնացած սայա տետրը տղորի իրան ես սկսալ եմ աշխատել էլի, տանը չի եղել։ Պարոն Հակոբյան, դուք պատմում եք, ես մտածում եմ, ինչ հուզմունքով եք հիշում այդ չունեցածը, ու ինչեր ունեն հիմա երեխաները։ Ես հիմա իմ թորներս, որ իմ երեխաներս դպրոց են գնում, ուղղակի ես արցունքներս գալիս ասում, ինչու ինչ չի եղել, ինչու ես ամեն ինչի պակասություն եմ զգացել։ Ես նույնիսկ ինձ գիրք չի եղել 6-րդ դասարանում արդեն ես մոշ եմ հավաքել, ծախել 7-րդ դասարանի գրքերը առալ, այնքան եմ ուրախացել, Աստված, ես գիրք ունեմ։ Դպրոցում ես դասամիջոցին ես չեմ խաղացել, խնդրել եմ երեխաներից, իմ ընկերներից, ընդդեմ ես մի անգամ աշկացել հաջորդ դասը պատրաստվել, իմիջայլոց ուսուցիչի պատմածից ես 4-5 գնահատական եմ ստացել, եթե ուշադիր լսել եմ, ինձ գերազանց գնահատականները 7-րդ դասարան ավարտել եմ, եւ ուզի չուզի որ պիտի աշխատեմ, մայրս արդեն անաշխատ տոնակար չի կարում, ես անհատական գյուղի այծապահ եմ դարձել մի տարի։ Հենց այծապահ հասարակական, գիտի օգնական եմ էլի, ուրիշ եղել է, ես այդ մարդին օգնական եմ եղել, ես եմ դիմել կոլվաշությանը, որ ինձ աշխատանք տվեք, որովհետև սովից պիտի մահանեմ։ Ես մի տարի զբաղվել եմ, արդեն աշխորեն տվել, աշխորեն մեզ ծորեն մորեն տվել են, ոչմ գոյատևել ենք, մի կերպ գոյատևել ենք։